Լավ, ադի մամեն։ Ուրեմն հարգելի բնակչություն, ազգ, ժողովուրդ, հա։ Այսպես լրատվական կոչվածները, որ այսօր sense կան, այս sense հերթականությամբ նայում եք։ Ուրեմն բոլորը աշխատում են ցուցումներով։ Խոսում են, ինտերվյու վերցնում են այն անձանցից, այն երևույթներից, ովքեր արդեն իսկ նախորդ պատվիրված, հրահրված պայմանավորվածություն ունեն։ Մնացած որևիցե անկախ մարդ, որը գալիս է որևիցե հարցազրույց վերցնելու կամ հարցազրույց տալու կամ իրականությունը ի հայտ բերելու բացահայտելու կա պարզապես չկա։ Հիմա նկարվենք։ Ահա, նկարվում ենք։ Ահա մի հատ ընկերը եկավ մոտիկ։ Արեք չեք ուզում ինտերվյու վերցնեք։ 2 րոպե։ Հա? Լավ։ Պետք է գնահատել մեծագույնը։ Հա, ինչ լավ է։ Լսում ենք, լավ։ Կարող է գազ պահես մի հատ հեռախոսը։ Ես նկարեմ, եթե կարող։ Կարոջը, պահի չկա, այ քեզ լսում ենք դες։ Ինչպես է գնահատում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ իշխանությունների ջանքեր։ Մենք իշխանություն չունենք նախ։ Հետո Հայաստանը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես չի ճանաչել։ Ինչ պահանջատիրության մասին է խոսքը։ Պահանջատիրությունները ես եմ մտցրել 2009 թվականից պաշտոնապես, որի բոլոր իրավական փաստաթղթերը առկա են։ Երկրորդը, եթե դու պաշտոնապես ցեղասպանությունը չես ճանաչում, պետություն կոչված, ապա ինչի մասին է խոսքը, ինչ պահանջների մասին է խոսքը։ Կարող եք ասել։ Հարց եմ տալիս, կարող եք ասել։ Բացի դա, Հայաստանը պետություն է։ Հայաստանը պետություն չի, իր կարգավիճակով, իր իրավասուբյեկտությամբ, չունի որևիցե իրավասուբյեկտություն, լիազորություն, իրավասություն։ Ոնց կարող է պատահել, գալիս են լացում թողնում գնում են, կամ ձևական ֆորմատի մեջ ծաղիկ դնում են, դրանով հարց է լուծվում։ Պահանջատիրությունները ներկայացված է, ինչի տեղ չեն կանում։ Ով պետք է տեղ կանում։ Բա ողջարա հոտ չի այնտեղ նստած ազգային ախոռում, հա, պարլամենտ կոչվածում, հա, նախագահ կոչվածականում, վարչապետականում եւ այլն եւ այլն։ Ինչով են գալիս են ինչ անեն։ Կամ այնտեղ որ նստում են ինչ են անում։ Հա։ Չգիտեք։ Բա իմացեք, բայց այդ հարցերը դրեք, որ մարդիկ հասկանան խնդիրը ինչումն է։ Գալիս են sense նկարվում, գնում են ինտերվյու եք վերցնում երեխեքից, ծերերից կամ անգիտակից մարդկանցից վերցնում եք։ Մենք այսպես հիշում ենք, ինչ ես հիշում, կամ որ հիշեցիր դրանից հետո ինչ։ Որ դու դրան տեր չես կանգնում, քանի կոպեկ արժի քո գալը ծաղիկ դնելը հեռանալը։ Հա։ Եթե դու ինքդ չես ընդունում պաշտոնապես չես ճանաչել։ Քո գալը ստեղ ինչ նպատակ ունի։ Նկարվելու, ցուցադրելու, մինչև Եղեռնի հուշարձանը մտնելը հուշատախտակ կա, ճիշտ է։ Հուշատախտակի վրա դրոշմված են պետությունների դրոշները, ճիշտ է, որոնք ընդունել են ցեղասպանության փաստը, ճիշտ է։ Հայաստանի դրոշ ինչի չկա։ Հա։ Բայց այս հարցեր են, կոնկրետ հարցեր են, որի պատասխանները դուք էլ պիտի մտահոգված լինեք ու այդ հարցադրումները դնեք։ Հայաստան պետության դրոշը ինչի չկա։ Որտեղ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել։ 1988 թվականի Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց ցեղասպանությունը ոչ թե ընդունելու մասին, ճանաչելու մասին, այլ դատապարտելու մասին, այսինքն դա իր հետ կապ չունի, որը օրենքի ուժ չի ստացել եւ առօրես որևիցե իրավական ակտ չկա, որտեղ 1991 թվականից Հայաստան պետությունը չի անկախացել։ ԽՍՀՄ համակարգից դուրս չի եկել։ Եվ որևիցե պրեմզդաշնի ակտեր չկա։ Դուրս գալու, ընդունելու, հանձնելու։ Որ դու մի բան չես ընդունել, ո՞նց կարող է պատահի դրա համար պատասխանատու լինես, հա։ Կամ Հայաստան կոչվածի ո՞ր համակարգն է համարվում պետության, պետականա։ Հարց եմ տալիս։ Դեմիլիտացիա, դեմարկացիա ինչի համար է արվում։ Այն նրա համար, որ անգիտակից մարդուն ցուցադրեն, որ գիտեք ինչ կա։ Տեսեք սահմաններն են ամրագրում, հաստատում, ճանաչում, ճիշտ է։ Բա որ ճանաչված չի, դու ո՞նց ես ասում ես պետության ղեկավարը։ Բա 91 թվականից դրանք հաստատի Ճռտոյի Դուքյանի ոնց որ ասած
երևույթներն էին, դրանք ինչ էին անում ստեղ։ Կամ մինչև սա ինչ է անում։ Եթե դու քո տարածքները չունես, քո սահմանները չունես, ինչ պետության մասին է խոսքը։ Հասարակ տրամաբանական հարցեր են տալիս։ Փաստերով ամրագրված։ Ինչ չէ, բաց տվեք, լսում եմ։ Հա? Հարց տվեք։ Սիմոնյան Ռոբերտ։ Նախագահի պաշտոնակատար օրինական դատարանով ճանաչված 13 թվականին։ Նաև Քաշաթաղ կազմակերպության նախագահ, նաև ազգիդատ հայորդիների կազմակերպության ղեկավար։ Հիմա այդ հարցերը, որ պետք է հուզի մարդիկ հասկանան ինչ են գալիս, կամ նկարվելու համար, թե ինչի համար։ Այս խնդիրները պիտի բարձրացնես, որ այս հարցերին լուծում տան։ Ճիշտ է թե ոչ։ Բա մտել է դատարան, ինչի տեր չեք կանգնում, ինչի չեք գալիս լուսաբանում։ Ձեր անունը ինչպես է։ Հանի։ Անի ջան, եթե դու դա չես լուսաբանում, չես ներկայացնում, այդ խնդրով պահանջը չես դնում, չես գիտակցում, գալուտ գնալու նպատակը որն է, եթե դու դա չես ընդունում, չես ճանաչում, դա գալիս են ինչի համար։ Այդ նկարահանումները ինչի համար է։ Պատասխանում եք ինչ ծանր հարցեր են, չէ՞։ Այ իրականությունը սա է։ Այդ իրականությունը պետք է լուսաբանեք, որ մարդիկ հասկանան։ Ոչ թե գան պարզապես ծաղիկ դնեն գնալ։ Մի ցույց տվեք։ Հասկացանք։ Դե հիմա էլի հարցեր կան, խնդրեմ, բոլոր հարցերից պատասխան։ Ձեզ շատ շնորհակալ եմ։